կարելի է օրենքի տեսքով ընդունել մի դրույթ, որ եթե մարդը մինիմալ աշխատավարձից ավել է աշխատում, որտեղ կան չէ որ վարորդներ կարելի են հանգարցակի են աշխատում, միացել են այդ ասենք Yandex-ին, աշխատում են, ասենք, չգիտեմ, օրվա մեջ մի ժամ, կես ժամ, 2 ժամ, իրանք տենց մեծ գումար չեն աշխատում, որ ասես կպնես իրենց բան, բայց մարդիկ, որոնք որ պրոֆեսիոնալ զբաղվում են այդ աշխատանքով, իրանք ոչ մի սոցիալական ապահովություն հետո չեն ստանում։ Իրանք թոշակառու չեն դառնում, այսինքն թոշակային ֆոնդ իրանք ոչ մի կոպեկ չեն փոխանում, մեղ չեն այդ մարդիկ։ Մեղ չեն վաղ իրանք դուրս գան, բան, թոշակի, ինչ են ստանալու։ Ասել են Yandex են քշել, դա անարդար է։ Պետք է պարտադիր այդ հարցը լուծել։ Մեկ, երկրորդը, իրանց չայվոյների հարցը։ Ինչի ռեստորանում մարդուն չայվոյ է տալ, դա չի հարկվում։ Իսկ երբ որ մարդուն չայվոյ են թողնում տաքսու վարորդի աշխատանքի տեսքով, դա հարկվում է, բացի նրանից, որ հարկվում է այդ գումարը, հələ մի հատ էլ է տաքսի սերվիսը այդտեղից էլ է իր 25%-ը տանում։ Ախպեր խեստ ամես մարդուն է տրվել այդ թեյավճորը։ Ինչի ես դու այս մարդուց գանձում այդ փողը։ Այդ մուֆտը չության են մի հատ վերին բանը, գագաթնակետն է։